Ուզում եմ այս առիթը օգտագործել ձայնս բարձրացնելու հօգուտ բոլոր կալանավորված մեր եղբայրների, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնելով Նարեկ Սամսոնյանի շարունակվող հացադուլի եւ այդ հացադուլի հետևանքների, աղաղակող հետևանքների վրա, որոնք կարող են անդառնալի լինել Նարեկի կյանքի եւ առողջության համար։ Ես ցավով եմ արձանագրում այն փաստը, որ մենք հասել ենք մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում Ադրբեջանից, Թուրքիայից եւ իրենց ավտորիտար ձեռագրով հայտնի այլ երկրներից։ Թեպետ Նիկոլը ամեն ինչ ադրբեջանացնում է Հայաստանում եւ պատահական չի, որ հասարակական այս պարսավելի երևույթները նույնպես ադրբեջանական, Ալիևյան, Էրդողանյան ձեռագրեր են։ Ես ուզում եմ դիմել նորից մեր բոլոր քաղաքացիներին, խնդրելով իրենց անտարբեր չլինել քաղաքական բանտարկյալների ճակատագրի նկատմամբ, որովհետև եթե չորը չոքում է մեկի դուռը եւ եթե այդ չորի դեմ չես պայքարում, ապա չորը տարածվելու է բոլորի դռների առջև, ընդամենը ժամանակի հարց է, թե ում եղբայրը, քույրը, ամուսինը, տղեն փեսան կհայտնվի նիկոլական մամլիչի ճիրաններում եւ Նարեկը չպետք է դառնա հերթական զոհը այս ռեժիմի, առանց այդ շատ զոհեր ենք ունեցել։ Ուզում եմ բացարձակ համերաշխությունը վերահաստատել Նարեկին, Վազգենին, մեր սրբազաններին, կալանքի տակ գտնվող ազատազրկված մեր բոլոր հայրենակիցներին, առանց անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից։ Ես ուզում եմ նրանք բոլորը վերադառնան ազատ հասարակական քաղաքական կյանք, ու մենք ելի նրանցից շատերը շարունակենք բանավիճել Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին, մտքում ունենալով մեկ տեսլական՝ Հայաստան առանց Նիկոլի եւ Հայաստան Նիկոլից հետո։ Աստված առաջ։